Կմասնակցեն արդյոք քաղաքացիները կարգալույց հռչակված քահանայի մատուցած կեղծ պատարագի։ Ձեռեք առնի։ Ինչու՞։ Դե եթե կազմալույց եմ գիժեմ գնամ մասնակցել։ Ինչի մասին է խոսքը, նման հարցադրում կարելի անել, Չեք մասնակցի, բայց պիղծ է, պիղծին ինչի պիտի գնամ մասնակցեմ։ Չեմ մասնակցի, պետք չի, չեմ մասնակցի։ Ոչ, չեմ մասնակցի։ Չէ, որովհետև ինքը քահանա չի, այլեսի ինչա։ Ավելի լավ է չխորանա։ Ոչ, չեմ ուզում։ Անիմաստ հարցերի մի տվեք ինչու։ Ինչի պիտի տամ։ Ինչի պիտի գնամ, եթե նա կարգազանց է։ Իհարկե չեմ մասնակցի։ Որովհետև սիրավ չեմ վստահում, չեմ հավատում։ Պիղծեր են։ Չեն մասնակցի կեղծ պատարագներին, նույնիսկ եթե վարչապետի հովանու ներքո են դրանք, ասում են մարդիկ։ Թող պաշտպանի, թող տանի իրանց տուն, թող ավելի լավ բարձր պաշտոններ տա, իրար շրջապատի հետ տա, բթամիտներ ու հիմարներ։ Ինչ քահանա, ջհանդամը այդ քահանան չի լինելու, ջհանդամը։ Մենք երկիրս չենք լինելու։ Դուք կարճել եք այդ քահանայից և ոչ ու փուչի մարից, հա։ Ես ուրեմ համաձայն եմ, որ զրկում են, որտև քահանան ինչ գործ ունի, գործ տա մյուս քահանայի վրա, նա Աստծո մարդ պետք է լինի, ոչ թե գրող։ Այ որ այդ ձեր ասած քահանան պատարագանի կգնանք կմասնակցի։ Ոչ մի դեպքում։ Չէ, որտև ինքը Աստծուն չի հավատում, Աստծո մարդը իրանք չունի տենց բաներ գրի մյուսի վրա։ Քաղաքացիները համաձայն են մայրաթորի հետ։ Կարգալույց եղած քահանայի մասնակցությամբ հովանավանքում միջոցառումը սրբապիղծ բեմականացում է։ Չեմ մասնակցում։ Մայրաթորը պիղծ է համարում այդ պատարագները։ Ճիշտ է համարում մայրաթորը։ Եթե մայրաթորը ասում է, որ պիղծ է, ես համաձայն եմ մայրաթորի հետ, ամեն դեպքում չէի գնա։ Մարդիկ ուզում են հեռու մնալ պիղծ գործերից։ Եվակայու չէի գնա, որովհետև պիղծ է ինքը, ես գնամ պղծվեմ, գնամ են քահանայի մոտ, որ ինձ առաջնորդում է։ Պարզա, որ չեմ մասնակցի։ Դե եթե հանելա, ուրեմն որը ճիշտ է համարվում, դա էլ ասենք ես կմասնակցեմ։ Մենք կարող հետաքրքրության համար մարդկանց եմ տեսնում ինչ այր, ինչ համար են հանել եւ ինչ ճիշտ են հանել, թե սխալ են հանել։ Կարող է դրա համար մասնակցել, բայց ինձ չէ։ Մայրաթորին ես հավատում եմ։ Կեղծ մարդկանց հետ ինչ գործ ունենք եւ կեղծ պատարագների։ Եթե այդ մարդը պիղծ մարդկանց կողմից է պղծում նորից, անիմաստ է դրանց մասին խոսել։ Փաշինյանը մասնակցում է։ Դա իր գործն է։ Ես չեմ մասնակցի։ Ոմանք էլ պնդում են, ոչ ոք չի կարող արգելել քարոզը, ինչպես իրենք են ասում Քրիստոսի։ Կաթոլիկոսը իրավունք չունի մարդուն արգելել, որ Հիսուս Քրիստոս քարոզի։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։